Այս պահին որտեղ եք դուք գտնվում, Տեր Հայր։ Չէ, եկեղեցում չեմ, ուղղակի Հովանավան գնամ, ինչ անեմ հետաքրքիր։ Վերջին անգամ երբ եք եղել Հովանավանքում։ 3 մյուս օրը։ Ինչ տեղի ունեցավ։ Ոչ բան, գնացի իրեր ունեի վերցնելու, վերցրեցի, այնտեղ մարդիկ կային, նախկին քահանայի աջակիցները կրկին մոտեցան, մի փոքր զրուցեցինք, հարցրեցին կրկին անգամ իմ կողմնորոշումը, ինչ կարծիք ունեմ իմ նախկին ծառայեցի մասին, ես էլ ասեցի իմ կարծիքը Մայրաթորի կարծիքն է, ինձ համար հարցնում էին արդյոք ես էլ եմ համարում կարգալույծ եղած, ասեցի այո, եթե եկեղեցին ունի իշխանություն շնորհ տալու, իշխանություն ունի այդ շնորհը հետ վերցնելու եւ վերցրել, այդպես մի փոքր զրուցեցինք եւ ես գնացի Ուշի գյուղ, որտեղ պայմանավորվածություն ունեի արարողություն աղոթ կատարելու, այդտեղ էին վերջին այցելությունը Հովանավանք եւ այսպես ասեմ, ես ամեն անգամ չեմ պատրաստվում գնալ այնտեղ այդ վիճաբանությունների եւ այդ ամեն, այսպես ասած, շոուի մեջ աղոթ կազմակերպել։ Հիմա փաստի առաջ են կանգնել փաստորեն Հովանավանքի բնակիչները, պիտի լինի հոգեվորական, որը ծառայություն կմատուցի, բայց այդ հոգեվորականը չկա իրենց համար։ Ուրեմն ինչ պիտի արվի։ Հիմա սպասում ենք, թե Մայրաթորը մեր վարդապետները կքնեն եւ ինչ կասեն։ Ընդհանրապես այսպեսի կարգ կա, երբ որ անօրեն մի քայլ է կատարում եկեղեցում, եւ եկեղեցին կատարում եկեղեցում սրբագործման կարգ։ Բնականաբար դա մենք կարդացել ենք, բայց վարդապետները պիտի քնեն եւ պաշտոնական որոշում պիտի լինի։ Այն արարողությունները, որ մենք ունենք պայմանավորված Հովանավանքում, տեղեկացել ենք եւ ովքեր զանգում են, ես նախընտրում եմ տեղափոխել այլ եկեղեցի եւ նորմալ պայմաններում իրենց համար իմ ծառայությունը հոգեվոր կատարել։ Եվ մեր պետությունն էլ սահմանադրորեն պարտավոր է օգնել մեզ այդ ամեն կարգը լուծել, կլուծվի, կգնանք, աղոթ կանենք, կսրբագործենք եկեղեցին եւ մեր ամբողջ ուժով միշտ այսօր էլ եւ միշտ էլ պատրաստ ենք մեր ծառայությունը բերելու մեր ժողովրդին։ Աղոթում եմ Հովանավան գյուղի բնակիչների համար եւ մանավանդ նրանց համար, ովքեր որ այդ մոլորության մեջ են, աղոթում եմ իրանց համար, տա Աստված այս հարցը լուծվի, մենք էլ գնանք խաղ մեր ծառայությունը կատարենք։ Դուք հավատում եք, որ ձեզնից խլված, Մայրաթորից խլված եկեղեցին կարող է վերադարձնել Մայրաթորը համայնքին, հավատավոր հոտին։ Իհարկե կարող է։ Կարող է դա ժամանակատար գործ լինի, բայց անպայման Աստված ամեն բան իր տեղը կդնի։ Դուք համարում եք, որ եկեղեցին խլվեց, հայ առաքելական եկեղեցին։ Եթե անձը, որը իրավունք չունի կարգեր կատարելու, չի ուզում լքել եւ ունի չգիտեմ ում հովանավորությունը, ապա ինչ է, եթե խլված չէ։ Ոմանք համաձայնվում են, ոմանք էլ տեսնում եք ինքներդ էլ, որ ոմանք էլ կամավորաբար գնում են եւ իր հետ աղոթքի են կանգնում։ Բազմիցս հայտարարել ենք, հիմա էլ հայտարարում ենք, հորդորում ենք, խնդրում ենք, որ ուշադիր լինեն, մտածեն իրենց հոգեվոր կյանքի մասին, մտածեն իրենց եւ մեր բոլորի Տեր Աստծո հարաբերությունների մասին եւ չգնան ուղակի թատերական ներկայացում խաղան, որովհետեւ այդ ամեն մի խորհրդակատարություն չի դառնում եւ իրենք որևէ շնորհ չեն ստանա։ Մեր հորդորն ու խնդրանքն է, մեր աղոթն է, որ ժողովուրդը ինքը ուշադիր լինի ու մտածի իր հոգեփրկության մասին։ Չեք կարծում, որ ավելի խորը ծիլեր գցեց կառավարությունը իր անցած կիրակի արած ծեսով, որովհետեւ կարծես թե նաեւ հոտին են հանում իրար դեմ։ Արդյոք սա չի նշանակում պառակտում, իրար դեմ լարում։ Իրանք ինչ են մտածում, ինչ են ուզում, կատարվածը խոսում է դրա մասին, որ մենք որպես հոգևոր հոտ պառակտվում ենք, ավելի իրանց մտածողությունը բողոքական մտածողություն է, ոչ հարիր ավանդական եկեղեցու նվիրապետական մտածողությանը։ Եկեղեցու արդեն մի գավիթ գրավել է Նիկոլ Փաշինյանը, եկեղեցու դեմ իր արշավում հերթական հաջողությունը չեք համարում սա։ Ընդ որում մեծ հաջողություն։ Ես դա համարում եմ իրանց հերթական ձախողում, որտեղ այն հայտարարություններով ինչով իրենք հանդես եկան եւ ուզեցին, չգիտեմ, ինչ ցույց տալ, ոչի բան չստացեցին։ Նիկոլ Փաշինյանը իր կողմնակիցների հետ եկել էր Հովանավանք իբր աղոթքի, մենք նկատեցինք մի քանի աղանդավորների։ Այնտեղ ոչ միայն աղանդավորներ կային, ով ասես կար այնտեղ, ես երեք ճիշտ ասած
մի երկու տեսագրություն նայեցի, շատ ամոթալի վիճակ էր, այնտեղ այնքան մարդիկ կային, որ չգիտեին, թե իրենք ինչու են եկել Հովանավանք, պարզ հարցեր պատարագի մասին չգիտեին այդ մարդիկ, ուղղակի պարզվում է այդ մարդկանց ասել են, հրավիրել են, այդ մարդիկ էլ եկել էին ներկա գրվելու։ Այդտեղ շատ ոստիկաններ են ջան, այդտեղ քրեականից էլ կային տղաներ, չգիտեմ, տարբեր ոստիկանական բաժանմունքներից այդտեղ մարդիկ կային, որոնցից ոմանց էլ ես ճանաչում էի։